Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում կզրուցենք Էկոֆերմա ՍՊՀ համահիմնադիր տնօրեն Լիլիթ Ղարիբյանի հետ։ Բարի երեկո, սիրելի Լիլիթ, համեցեք։ Բարի երեկո, շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ, որ հրավերի համար, շատ հաճելի է գտնվել այսպիսի լուսավոր տաղավարում ձեզ նման լուսավոր անձի հետ։ Շատ շնորհակալ եմ, Լիլիթ ջան, ես էլ կարծում եմ, որ մենք այսօր շատ հետաքրքիր զրույց պետք է ունենանք, որովհետև ինչքան ձեզ բացահայտեցի, հիմա այսօր բնականաբար ավելի շատ կբացահայտեմ, հասկացա, որ դուք շատ կարծրատիպեր եք կոտրել ձեր կյանքում, իդեպ հարցազրույցներից մեկում հենց այդպես էլ ասում եք, մենք կոտրում ենք բազմաթիվ կարծրատիպեր եւ շարժվում ենք առաջ եւ ես կարծում եմ, որ Լիլիթ Ղարիբյանի անձնական օրինակը, նրանց ընտանիքի օրինակն ու պատմությունը թող վարակիչ դառնա այսօր Հայաստանի Հանրապետության ոչ հեշտ կյանքում, երբեմն շատ հիասթափված կյանքում, բայց հուսանք, որ այսպիսի պատմություններ են լինում։ Հիմա սկսենք, ուրեմն Լիլիթ Ղարիբյանը մանկավարժությունից բիզնես, հասկանանք, թե ինչպես կատարվեց, ուրեմն Լիլիթը որոշել էր դառնալ մանկավարժ եւ հատուկ մանկավարժ, չէ, հատուկ դասարաններ, երեխաներ, ովքեր ունեն ինչ-որ խնդիրներ։ Կխնդրեմ մի փոքր դրա մասին խոսեք, Լիլիթ ջան, որովհետեւ դա էլ հենց այդ փուլը ձեր կյանքի արդեն ասում է նրա մասին, որ դուք երբեք ինչպես ասում են, հեշտ բանի հետևից չեք վազել։ Դա արդեն լուրջ բան է, դա արդեն մարդը պետք է իր վրա շատ վստահ լինի, իր էմոցիաների վրա, իր հանգստության վրա, նախ պետք է աշխատի երեխաների հետ, դա մեկ, երկրորդն էլ հատուկ մանկավարժ։ Շատ հետաքրքիր միտք ասեցիք, երբեք չէի մտածել, որ իրոք երևի ենթագիտակցորեն միշտ դժվարին եմ գնացել։ Նոր որ ասացիք, ես այդ միտքը հասկացա, որ իրոք ի սկզբանե իմ կյանքում այդպես է եղել։ Իմ կարծիքով մանկավարժ չեն դառնում, մանկավարժ ծնվում են ու ես փոքրուց, երբ որ իջնում էի բակ, երեխաներին շուրջս հավաքում էի ու այդպես խաղում էի իրենց հետ, ես իրենց դասատուն լինելով այդպես։ Հետո, երբ որ արդեն հասավ փուլը, որ պետք է ընտրեի մասնագիտություն, մայրս աշխատում էր թույլ լսող երեխաների գիշերօթիկ դպրոցում, այնտեղ գնալով հասկացա, որ ես շատ եմ ուզում օգնել այդ երեխաներին, որպեսզի իրենք մտնեն, ադապտացվեն մեր հասարակությանը եւ չլինեն, ինչ-որ միտեղ սենյակներում փակված կամ առանձնացված, ու ընտրվեց այդպես իմ մասնագիտությունը։ Բոլորը դեմ էին, ծնողներս դեմ էին, բայց ես որոշեցի ու գնացի, ընդունվեցի մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետը։ Հիմա բայց տեսեք Լիլիթ, ես ինչու եմ ասում, որ ձեզ մոտ անընդհատ ոնց որ դուք սենց հակառակից եք սկսել ու ավելի դյուրին կետից, ավելի դժվար կետ եք գնացել։ Հիմա լավ, ընտրեցիք մանկավարժությունը, սկսել եք աշխատել ձեր մասնագիտությամբ, դեռ ուսանողական տարիներին փորձ եք արել մանկապարտեզում աշխատել եւ աշխատել եք, փաստորեն արդեն ինչ որ ձևով ամրապնդվել եք այդ մասնագիտության մեջ եւ ահա ընտանիքը որոշում է բիզնես ստեղծել։ Հիմա գիտեք ինչ կա, ինչպես ասում են, բիզնես էլ կա, բիզնես էլ։ Վերջին տարիներին շատ ենք խոսում այն մասին, որ հայ կինը իրեն գտավ նաև բիզնեսում եւ ես դրա հետ համաձայն եմ, այնպես չի, որ մեր կանայք չեն զբաղվում բիզնեսում եւ բավականին հաջողում են, հետաքրքիր պատմություններ կան, բայց միևնույն է, կարծրատիպը մնում է, որ կնոջ բիզնեսը դա կամ հարսանյաց հանդեսների կազմակերպում, ինչ որ բաների պատրաստում, դիզայներական, ինչ որ այդպիսի օֆիսներ, կամ էլ ինչքան ավելի շատ ընդունված է գեղեցկության սրահներ, որտեղ մեր կանայք կարողանում են գեղեցկանալ եւ հիմնականում այդպիսի բիզնեսները ղեկավարում են կանայք։ Բայց հիմա այստեղ այսպիսի պատմություն, գյուղատնտեսություն, ինչու եմ ասում, դեպի դժվարն ենք գնում։ Ոլորտ, որը վերջին տարիներին անընդհատ մեր երկրում ասվում է, որ խնդիրներ ունի, ոլորտ, որ ասում են չի արդարացնում իրեն, եւ սկսենք նրանից, որ այս երկրում գյուղատնտեսության նախարարություն փակեցին։ Եվ ի վերջո քաղաքաբնակ մարդիկ որոշում են Երևանից դուրս գնալ, ստեղծել ֆերմա,
զբաղվել գյուղատնտեսությամբ, այն էլ ինչ ջայլամներ, հա, էլի շատ քիչ տարածված, չգիտեմ ինչև է տեղել, ինչ որ տենց զբաղվել են մեզ մոտ։ Եղել են ֆերմաներ։ Բայց ուզում եմ ասեմ, ստեղել արդեն բարդ ու եւ հիմա հատկապես դե կանայք դժվար են այդպիսի որոշումներ կայացնում, որովհետև եթե ստեղծում են իրենց կոմֆորտը, ի վերջո տուն, ընտանիք, աշխատանք, երեխաներ, որոնք երևի այդ ժամանակ չգիտեմ ինչ տարիքի էին, քաղաքում դպրոց էին գնում, չէ՞ կամ մանկապարտեզ, արդեն իրենց շրջապատը սովորած ինչ որ մի բանի եւ ձեզ առաջարկում են ինչպես է որոշումը կայացվում եւ դուք դա տենց միանգամից որոշեցիք, եկացաք գնացիք Եղվարդ, թե ինչպես տրվեց դա ձեզ։ Առհասարակ մեզ մոտ երևի այդ ամեն ինչը եկավ նրանից, որ մեզ մոտ շատ ճիշտ ընտանիքի մոդել կա, հա, որտեղ որ միասնություն կա ու որոշումները միասնական են կայացվում, ընտանեկան խորհրդով, այսպես ասած, երբ որ որոշվեց, որ պետք է զբաղվենք անասնապահությամբ, բիզնեսի ճյուղը պետքա դա լինի, ու բնականաբար պետք է լիներ հարմար տեղում, որոշվեց տեղը ընտրվեց ըստ կլիմայական պայմանների Եղվարդ, որոշվեց, որ պետք է տեղափոխվենք։ Որտեղ ամուսինս ընտանիքս, այնտեղ էլ ես, որ ասեմ հեշտ տրվեց, չէ, բավականին դժվար տրվեց, որովհետև ես ունեի աշխատանք, իմ սիրելի դպրոցում էի աշխատում որպես հատուկ մանկավարժ, վերջը անգամ ես գյուղում բարեկամ չեմ ունեցել ու երբևէ չի էլ եղել, միշտ նախանձով եմ նայել բակի երեխաներին, որ գնում էին ամառ իրենց տատիկի տուն գյուղ հանգստանալու ու այնպես ստացվեց, որ ես մշտական էի գնում։ Դժվար էր, բայց երբևէ չեմ բարձրաձայնել, այլ հպարտությամբ, որ կողքից ասում էին ոնց ես թողնում, գնում ես ամեն ինչը, ես ասում էի շատ լավ, շատ հեշտ, բայց իհարկե ներքուստ այդ դժվարությունը ու վախերը կար, որ ամբողջ կյանքա փոխվելու ամեն դեպքում։ Բայց դե չէի կարող հանգիստ նստել տեղում, ինչ-որ բան պետք է ձեռնարկեի ու աշխատեի, ես չէի կարող նստել տունը ու լինել տնային տնտեսուհի, դա իմը չի, ես պետք է աշխատեի։ Երբ որ ֆերման արդեն հիմնվեց, արդեն բավականին շուկա էինք ստեղծել մսի վաճառքի, ջայլամների մսի վաճառքի։ Ջայլամների կառուցվածքը շատ հետաքրքիր է, իրենց սապատին եւ փորի մեջ միս չկա, հա, ոնց որ թռչունների մոտ կրծքամիս է լինում, իրենց մոտ դա չկա։ Իրենք այդտեղ կուտակում են մի շատ թանկարժեք հումք, ջայլամի յուղը։ Ու մի օր շատ պատահաբար ուսումնասիրեցի, որպեսզի տեսնենք այդ հումքը մենք որտեղ կարող ենք իրացնել ու հասկացա, որ շատ հին ժամանակներից դեռևս ացտեկները, Կլեոպատրան եւ այլն օգտագործել են իրենց խնամքի բուժումների մեջ ջայլամի յուղ, ինձ այդ միտքը գրավեց։ Սկսեցի ավելի խորը ուսումնասիրել, միջազգային փորձերը ուսումնասիրել, հասկացա, որ այդ ինձ հետաքրքրում է, ես ուզում եմ զբաղվեմ դրանով, Հայաստանում հիմնեմ ջայլամի յուղի արտադրություն։ Այդպես ուսումնասիրությունների արդյունքում գտա մշակման տարբերակը եւ իհարկե սկսեցի զբաղվել ջայլամի յուղի արտադրությամբ, նախ մինչ այդ սովորեցի կոսմետոլոգիա, այսինքն հավելյալ կրթություն իհարկե անպայման։ Քանի որ ես հատուկ կրթության ֆակուլտետն եմ ավարտել, այնտեղ մենք խորապես անատոմիա, ֆիզիոլոգիա, բժշկագիտություն անցել էինք, ես բավականին ինֆորմացված էի այդ ամենից ու բացի դա իմ տատիկը դեղագործ է եղել։ Ու ինձ միշտ այդ պատրաստուկները գրավել են։ Ու այնպես ստացվեց, որ դա եկավ իմ կյանք։ Եվ հիմա հենց դա էլի այդ տարածքում հիմնել եք եւ դուք հումքը ստանում եք, հենց այդտեղից ջայլամից յուղը վերցնում եք եւ այնտեղ։ Լիլիթ, բայց չէ՞ որ դուք գնում եք, դուք չէիք պատկերացնում, որ պետք է լինի այդ արտադրությունը, դեռ դուք կամ ռեստորան լինի նույն տարածքում։ Փաստորեն դուք համակերպվել եք այն մտքի հետ, որ դուք գնում եք եւ գյուղատնտեսությամբ, այսինքն ֆերմա պետք է ունենաք, այս մնացած ամեն ինչի ինչպես ստացվում է ձեր ընտանեկան աշխատասիրության եւ նաեւ այդ լավ մտքերի շնորհիվ է, չէ՞, ծագել, այդպես է ստացվում։ Իրականում հա, մեր տնտեսությունը այնքան բազմաճյուղ է, դե անընդհատ ես սոցիալական ցանցերում շատ ակտիվ էի ու նկարում էի ջայլամներին, իրենց հետաքրքիր ծիծաղալու ինչ-որ վիդեոներ էի նկարում, զգացինք, որ մարդկանց մոտ կա հետաքրքրություն, իրանք ուզում են տեսնեն ջայլամներին եւ քանի որ մեր տարածքը բավականին մեծ էր ու թույլ էր տալիս, որոշեցինք, որ նաեւ մանկավարժական հմտություններս կարող եմ այդտեղ կիրառել, ինչու ոչ, կարող ենք հետաքրքիր ծրագիր գծել եւ ագրոտուրիզմով զբաղվել։ Լրիվ հետաքրքիր ուրիշ ֆորմատ մշակելով, այսինքն ինքը շարքային ինչ-որ գազանանոց չէր, հա, մեզ մոտ կոնկրետ կրթական ագրոտուրիզմ է իրականացվում։ Մենք հյուրընկալում ենք
տարբեր դպրոցներ, երեխաների ու ծանոթացնում ենք աֆրիկյան ջայլամների կենսակերպին։ Իրենք տարբեր վարպետաց դասեր են ունենում, մեզ մոտ ջայլամի, օրինակ, փետուրներից մազակալներ են պատրաստում կամ օճառներ են պատրաստում ջայլամի յուղով։ Այսպես փորձել ենք հետաքրքիր մի կոնցեպտ ստանալ, որ ամբողջը պտտվում է ջայլամների շուրջ։ Սիրելի Լիլիթ, մի այսպիսի հարց, դուք ձեր հարցազրույցներից մեկում շատ ազնվորեն խոսում եք այն մասին, որ դուք սենց բավականին համեստ ու քաշված աղջիկ եք եղել երիտասարդ տարիներին, ասում եք նույնիսկ չէի կարողանում դասախոսների առջև կանգնել, սենց դասս պատասխանել, եթե նույնիսկ լավ գիտեի, պատրաստված էի ու ասում եք ընտանիքում էլ միջակ երեխա եմ եղել։ Լիլիթ ջան, որ պահին դուք փաստորեն դուք ինքներդ եք ինչ որ մի բան ձեր մեջ հաղթահարել, որտեվ հիմա քանի որ ասեցիք սոցցանցեր, այո, դուք այդտեղ էլ շատ ակտիվ եք ու եթե ուրիշ մարդիկ ինչ որ հավելյալ աշխատողներ են պահում այդ սոցցանցերի համար կամ բերում են, չգիտեմ, ինչ որ ճանաչված հանրային դեմքերի, որ եկեք մեր տարածքում կանգնեք եւ գովազդեք մեր տարածքը, այս դեպքում Լիլիթ Ղարիբյանը նաեւ զբաղվում է այդ ամեն ինչով։ Երբ ստացվեց, որ դուք ինքներդ ձեզ հաղթահարեցիք, հասկացաք, որ ոչ միայն դասախոսների առջև կարող եք պատասխանել, այլ փաստորեն դուք այսօր շփվում եք բազմաթիվ մարդկանց հետ, քաղաքացիների եւ ի վերջո դուք նաեւ սպասարկման ոլորտ եք, որտեղ կարող են գալ շատ տարբեր տեսակի մարդիկ, տարբեր ճաշակի, տարբեր բնավորության եւ ի վերջո նրանք ձեր ծառայությունների համար գումար են վճարում, իսկ հայկական իրականության մեջ кто платит, тот и музыку заказывает միշտ ուժեղ է աշխատում, բայց նաեւ պետք է կարողանալ հարաբերվել այդ մարդկանց հետ։ Այսինքն երբ Լիլիթը հասկացավ, որ այն ամեն ինչը մնաց նախկինում եւ ինքը այսօր շատ բաց, շփվող, ազատ մտածող եւ աշխատող կին է եւ ով նպաստեց դրան, ով օգնեց։ Ասեմ, երբ եղավ, երբ որ ես 4-րդ կուրսում ընդունվեցի մանկապարտեզ աշխատելու, այնտեղ օբյեկտ-սուբյեկտ փոխհարաբերությունները կարծես փոխվեցին, արդեն ես չէի ուսանող, դասախոսներս էին դիմացած, այլ ես դաստիարակն էի, երեխաներն էին ինձ ենթակա։ Երևի այդ հարաբերությունների փոփոխությունից ես արդեն բավականին բացվեցի։ Մեր կուրսում միայն ես էի աշխատում այդ տարիքում, այսինքն ես չգիտես ինչի նոր եմ գիտակցում իհարկե, որ փորձել եմ միշտ մի քայլ առաջ անել բոլորից ամեն ինչ։ Ու ստացվել է։ Հետո ես շատ կրթական դասերի եմ գնացել, թեկուզ բիզնես, տարբեր դասընթացների եմ գնացել, չգիտեմ, կարելի անունը տալ թե չէ, AGBU-ի դասընթացներին եմ մասնակցել, որը Ղարիբյան Լիլիթին կիսեց երկու մասի, մինչև AGBU-ն եւ AGBU-ից հետո։ Ես այնտեղ հասկացա, որ ես շատ բաներ գիտեմ, ուղղակի այդ ամեն ինչը ունի իր անունը, իմ ուղեղում այդ ամենը վերադասավորվեց հատուկ իր տեղերում ու ես ավելի ամուր կանգնեցի ոտքի վրա։ Որպես արդեն բիզնես, որպես ձեռներեց կին։ Երևի թե այդ դասընթացները ավելի շատ նպաստեցին, որ ես այսքան ավելի բաց եմ։ Լիլիթ, հիմա ուզում եմ խոսենք մի շատ հետաքրքիր եւ կարեւոր բանի մասին՝ ընտանեկան բիզնես կոչվածի։ Գիտեք, մեր օրերում մենք շատ ենք օգտագործում արտահայտությունը, շատ բիզնեսների վերաբերյալ ասում ենք սա ընտանեկան բիզնես է, բայց դա համենայն դեպս իմ դիտարկումն է, որ երբ որ նայում ես, հասկանում ես, որ անվանումը կա, բայց բովանդակությունը չկա։ Ու ոչ թե նրա համար բիզնեսը լավ է աշխատում, թե վատ, եկամտաբեր է, թե ոչ, ես դա չեմ կարող հասկանալ ու այնպես էլ չի, որ բիզնեսից շատ լավ հասկանում եմ։ Ուղղակի ընտանեկան բիզնես կոչված այդ մոդելը, նույնիսկ այն մարդը, ով բիզնեսից չի հասկանում, որ նայի պիտի տեսնի, որ այդտեղ իսկապես աշխատում է ընտանիք եւ ընտանիքն է աշխատում, իսկ ինձ թվում է դրա համար ամենաառաջինը ընտանիքը պետք է լինի շատ ամուր եւ միասնական եւ այդ աշխատանքի բաշխումից չվախենա։ Եվ ես նորից ինչքան կարողացա ուսումնասիրել ձեր պատմությունը, էջերը դուք անընդհատ այնտեղ նկարում եք, այդ բոլորի զբաղվածությունը ցույց եք տալիս, այսինքն ամուսինը խոհարարի կողքն է կամ խոհարարի հետ հավասար աշխատանք է կատարում, սկեսուր
կեսրարը ունեն շատ լուրջ զբաղվածություն, Լիլիթը ինքը եւ այստեղ է եւ այնտեղ է եւ հետո այդ ամեն ինչի մասին խոսում է եւ նույնիսկ երեխաները արդեն այդ ամեն ինչում ունեն իրենց աշխատանքը։ Լիլի ջան, դա այսօր շատ կարեւոր բան է։ Նախ ուզում եմ դրա մասին խոսեք, իսկապես ինչպես է դա տրվում, որ տեսեք արդեն երրորդ սերունդը փաստորեն երեխաները նաեւ հասկանում են, որ որպիսի լավ ապրեն, պետք է աշխատեն, որտեղ մեր հայկական մենտալիտետի մեջ դա ցավոք չկա, էլի։ Մենք ինչ որ տենց համարում ենք, եթե ծնողը դեռ 80 տարեկան է ու կարողանում է ապահովել իր երեխայի կյանքը, տենց ասել մեղքը չի երեխես բան, դե ինչի համար աշխատի, բայց չգիտես այդ աշխատանքի մեղք լինելը ինչ է նշանակում։ Հիմա այդ ձեր պարագայում ընտանեկան բիզնես սա կարելի է իսկապես անվանել, որովհետև ստեղ կա պարզ աշխատանքի բաշխում մեկ եւ այնպիսի տպավորություն է, իհարկե դուք միշտ շատ լավ խոսում եք եւ ձեր աշխատողների մասին, այդ ստաֆի աշխատանքը գնահատելով եւ այլն, բայց միշտ այնպիսի տպավորություն է, որ եթե հանգարց Աստված մի արածցե դիցուկ այնպես եղավ եւ ստաֆից ոչ ոք այդ օրը աշխատանքի չեկավ, այնպես չի, որ բիզնեսը այդ օրը կանգնելու է եւ չի աշխատելու, որտեղ դուք բոլորը ձեր գործառույթները գիտեք։ Հիմա ինչպես է դա տրվում ի վերջո։ Ուրախ եմ, որ նկատել եք, իրականում հա, մենք բոլորս 4-ս, ես, կեսուրս, կեսրարս եւ իհարկե մեր ամբողջ բիզնեսի հիմքը ամուսինս է։ Բայց տնօրենը դուք եք, կեսուրի, կեսրարի եւ ամուսինը։ Տնօրենը ես եմ, բայց գիտենք, որ տղամարդիկ բիզնեսում առանցքն են։ Մենք 4-ս տիրապետում ենք մեր բիզնեսի ամեն ինչին։ Ամեն ֆունկցիային, ամեն մեխանիզմին մենք տիրապետում ենք ու հա, եղել են, որ ինչ որ աշխատակից չի եկել կամ ինչ X պատճառով դուրս է եկել անսպասելի, մեր բիզնեսը երբեք չի կանգնել, որովհետև մենք շատ սիրուն ծածկել ենք այդ հատվածը։ Մեր ընտանեկան բիզնես մոդելը ես նմանեցնում եմ աշտարակի, որը ունի 4 ոտք։ Այդ 4-ս մենք ամուր պահում ենք աշտարակը ու վեր ենք հանում։ Իրականում առանց մյուսի օգնության չենք կարող։ Շատ ճիշտ նկատեցիք, որ բաշխած է ամբողջ աշխատանքը ու ամեն մեկս գիտենք մեր ֆունկցիաները։ Բոլորս նայում ենք մի ուղղությամբ։ Նաև երեխաների հետ կապված տանել չեմ կարողանում շփացած երեխաներ։ Ոչ ես, ոչ ամուսինս, մենք երբեք մեր երեխաներին երես չենք տալիս։ Մեր երեխաները ինչ որ բան ստանալու համար, իրանք գիտեն, որ մենք ինչ որ բան գնելու համար աշխատում ենք։ Իրանք եւս պետքա աշխատեն։ Չեմ ասում, հա, տանջում ենք երեխաներին, իրանք աշխատանքը սովորելն է, իրանք աշխատանքը իրանք պարապմունքներն է։ Ամռանը, որպեսզի պարապ չլինեն, տղաս խոհանոցում է լինում, օգնում մեծ սիրով, փորձարկումներ է անում, այդ սերը կա իր մեջ։ Աղջիկս էլ իդեպ այս տարի ընդունվելու է բուժական կոսմետոլոգիա, բժշկական քոլեջի, հա, արդեն շատ ուրախ եմ, որ ինքն է եկել այդ եզրահանգման, ինքը արդեն են որ մամայի մասնագիտությամբ, իհարկե ավելի խորը որպես բժշկուհի, այդ մասնագիտությունը ընտրել կմիանա բիզնեսին։ Լիլի, դուք կարող եք թվարկել մի քանի հատկություն, որ պետք է ունենա ընտանիքը, որ հետո կարողանա կառուցել ընտանեկան բիզնես եւ նորից եմ կրկնում, որ բիզնեսը կարելի է անվանել ընտանեկան, ոչ միայն ուղղակի անվանել, ոչ թե որ այնտեղ միտեղ գրված լինի, սա այսինչյանների ընտանեկան բիզնեսն է, այն որ ասում են գրվածը եւ բովանդակությունը իրար համապատասխան են։ Այսպես ասեմ, ոնց որ ընտանիքում առհասարակ, թե բիզնեսում պետքա ճիշտ մարդ լինի վերևում։ Մեզ մոտ ամուսինս է, ով վստահում է, ով դնում է քո ուսերին պարտականություն, երբ որ ես Ջայլամի յուղի մասին կարդացի ու ասացի ուզում եմ զբաղվեմ, բոլորը ասցին չես կարա, չի ստացվի, ամուսինս ասեց արա։ Այսինքն այդ վստահությունը, աջակցությունը, ինձ ինչ որ հումքեր պետք, ինքը դա գտավ ինձ համար եւ այլն։ Այդ աջակցությունը, վստահությունը ամենաառաջինը հիմքն է։ Այսինքն ինքը գիտի ինչքան դնի ինձ վրա, ինչքան դնի ընդհանրենք սկեսրարիս կամ սկեսուրիս վրա ու բոլոր աշխատողների վրա։ Շատ դիվանագետ անձնավորություն է։ Շատ։ Այդպես ճիշտ գնում է ամեն ինչ։ Փոխադարձ հարգանքի հիման վրա ամենակարևորը, որ ամեն մեկս գիտենք մեր տեղը։ Եվ վստահությունը։ Այո։ Եթե ինչ որ մեկի մոտ ինչ որ մի բան չի ստացվում, դրան ինչպես եք նայում,
Որտեղ ի վերջո հարազատ մարդուն քննադատելը, նրա աշխատանքին օբյեկտիվ գնահատական տալը, դա էլ է դժվար, էլի, միշտ արունակից հարազատին մեկ-մեկ քեզ թվում է, որ ի վերջո քո գնահատականները սուբյեկտիվ են եւ միայն ուժեղ մարդիկ են կարողանում ամեն հարցում կողքինին տալ օբյեկտիվ գնահատական, հատկապես ընտանիքի անդամին։ Մեկի մոտ մի բան չի ստացվում, ինչպես եք այդ հարցերը լուծում։ Առհասարակ շատ հանգիստ ենք նայում սխալներին ու մենք սիրում ենք մեր սխալները։ Երբ որ ինչ-որ սխալ ենք անում որևէ մեկս, հասկանում ենք ինչը հանգեցրեց այդ սխալին, վերլուծում ենք ու հաջորդ անգամ այդ սխալը հաստատ չենք անի։ Իսկ դա մեզ համար ուսուցողական բնույթ է գրում։ Ու առհասարակ իմ կոնկրետ ամենամեծ քննադատը իմ ամուսինն է։ Ինքը միշտ ուղիղ ինչ-որ բան, եթե սխալ եմ անում կամ ինչ-որ կարծիք եմ հարցնում, ուղիղ ասում է։ Ու այդ իր ուղիղ ասելը նպաստում է, որ ես ավելի լավ անեմ, որ հաջորդ անգամ ավելի լավ ինչ-որ գնահատական ստանամ։ Կատարել։ Իսկ դուք կարողանում եք իրեն նույն ձևով անել։ Մենք, շատ առողջ քննարկումներ ենք ունենում միշտ։ Ինքն էլ է ականջալուր լինում ձեր ասած։ Լիլի ջան, տենց բան կա, միշտ բոլոր մարդկանց կենդանիների հետ համեմատում են ինչ-որ արարքներ եւ այլն, ջայլամների դեպքում գիտենք միշտ այն մարդիկ, ովքեր խուսափում են ուղիղ խոսք ասելուց կամ ինչ-որ կտրուկ կրիտիկական պահերի իրենց կյանքում խուսափում են խոսելու, ասում ենք, եթե մտածում ես, որ ջայլամի նման գլուխդ մտցրել ես հողի մեջ, ուրեմն այնպես չես երևում, խիստ սխալվում ես։ Այդ ինչ պրոցես է ջայլամների մոտ այդ գլուխը մտցնել եւ ինչի ի վերջո այդքան էլ դրական համեմատություն չի դա մարդու տեսակի հետ, որովհետև այն մարդուն ում ջայլամի հետ են համեմատում, դա հաստատ այնպես չի, որ գովեստ է կամ հաճոյախոսություն է այս դեպքում։ Համաձայն եմ, կա այդ ասացվածքը, բայց ես հիմա շատերին կհիասթափեցնեմ եւ կասեմ, որ դա ընդամենը միֆ է։ Միֆ է։ Եվ ջայլամները իրենց գլուխը չեն մտցնում ավազի մեջ, այլ հակառակը, իրենք շատ խորամանկ են, իրենց գլուխը դնում են կետնին, որսալու համար ձայնային տատանումները, զգալու համար մոտալուտ վտանգը։ Այդ տեսանկյունից կարելի է նայել ջայլամներին արդեն։ Վտանգ է զգում, այսինքն զգուշ են, էլի։ Բավականին, հա։ Նաև անդադ քուջուջ են անում իրենք, անընդհատ կեր են ման գալիս կամ քարեր են կուլ տալիս, որը նպաստում է իրենց մարսողությանը։ Հեռվից նայողին թվում է թե գլուխը չկա, բայց որ մոտենան կտեսնեն, որ ուղղակի շատ ներքև են իրենք պահում իրենց գլուխը իրենց մեծ մարմնին համեմատ։ Լիլիթ, ինչքանով հայ հասարակությանը հետաքրքրեց այն խնամքի միջոցները, ինչ որ դուք ստացաք ջայլամի յուղից եւ ոչ միայն այնպես որ լավ նոր բաներ վերցնենք, տանենք, փորձենք, ինչ վիճակագրություն ունեք, դա իսկապես տվեց իր օգտակարության արդյունքը, մարդիկ վերադառնում են նորից ձեզ մոտ եւ հնարավոր է որ այս արտադրության մասին նաեւ լսեն Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ մենք էլ հպարտանանք, որ գիտեն, որ օրինակ մենք կարողանում ենք ջայլամի ամեն ինչը այդպես օգտակար եւ անմնացորդ օգտագործել։ Ասեմ, շատ բարդ ճանապարհ եմ անցել, առհասարակ մենք հայերս շատ կոնսերվատիվ ենք ու նորությունը բավականին դժվար ենք ընդունում, հատկապես երբ որ դա անում է հայ ու հատկապես երբ որ դա անում է հայ կին։ Հայ կինը հայ կնոջ հանդեպ ցավոք սրտի բավականին բացասական վերաբերմունք ունի։ Թերահավատորեն են մոտենում իրականում։ Մեր կոսմետիկայի մեջ առհասարակ Հայաստանում Ինչի՞ դա Լիլիթ։ Ցավոք սրտի պետք է խոստովանենք, որ հայերի մեջ կա նախանձ։ Մենք մեկս մյուսից չենք սիրում։ Ցավոք սրտի դա պետքա ընդունենք, դրա համար էլ հիմա հասել ենք այս օրվան։ Մենք այնքան ուղեղներ ունենք, որ թողնում գնում են դրսում են աշխատում ու դուրսն են ծաղկացնում։ Մենք չենք գնահատում մեր ունեցածը։ Այ դրա հետ եմ կապում իրականում, հատկապես կոսմետիկայի արտադրության ոլորտը Հայաստանում բավականին խոցելի է, բավականին
կա թերահավատության ֆոն, շատ մեծ։ Կարող են վախերել լինել, չէ՞։ Կա, իրականում կա, բայց եկեք այսպիսի համեմատություն անեմ։ Օրինակ չեն վախենում մարդիկ, գնում են դրսից ցանկացած ինչ-որ սննդի կետից սնունդ են գնում, ուտում ընդունում ներս, դա գնում է ներս։ Կոսմետիկան, որ քսելու են դեմքին, շատ ավելի վախով են ընդունում, քան այն ինչ որ ընդունում են ներս։ Իրականում այդպիսի բան կա, բայց նախքան կոսմետիկայի արտադրությունը, կոսմետիկան անցնում է հատուկ փորձաքննություն ու ստանում է սերտիֆիկատ, որը համապատասխանության սերտիֆիկատն է, այսինքն ԵԱՍ երկրների ստանդարտներին քո արտադրանքը համապատասխանում է։ Դու իրավունք ունես այն վաճառելու։ Բացի դա, մենք արդեն նաև ունենք FDA-ի ամերիկյան այդ փորձաքննության սերտիֆիկատը։ Այսինքն, ինչքան հնարավոր է, դա իմ համար ցավոտ թեմա է, հա, որ այդ թերահավատության ֆոնը ես որ մտքից դրել եմ, պիտի կոտրեմ։ Այդ կարծրատիպն էլ պիտի կոտրեմ։ Հիմա նույնիսկ մենք մեծ արտադրամաս ենք կառուցում, արդեն գրեթե պատրաստ է, շուտով մեծ բացում ենք ունենալու, ձեզ եւս կհրավիրեմ։ Շատ շնորհակալ եմ։ Որտեղ որ լրիվ բաց, թափանցիկ, մարդիկ կարող են տեսնել, թե ինչ փուլերով է անցնում կոսմետիկ արտադրությունը, ինչ փորձաքննություն է անցնում, մինչև հասնի սպառողին։ Այդ անպայման կլինի շուտով։ Ինչ վերաբերում է շուկա մտնելը, էլի շատ մեծ դժվարությամբ եմ մտել, բավականին մեծ հեյթեր են եղել, բայց մարդիկ փորձելով այսպեսի քաղաքականություն էինք որդեգրել, մեր հաճախորդներին խնդրում ենք, եթե մեզ առաջ ու հետո արդյունքների նկարներ տային, մենք ինձ նվերներ ենք տալու։ Այդպես օրգանիկ ինքս եմ վարել էջը, մոտ 3 տարի անձամբ վարել եմ մեր այդ խնամքի էջը։ Նկարները հավաքելով օրգանիկ ես հաճախորդներին ցույց էի տալի, այս արդյունքն ունենք, այս արդյունքն ունենք, այս արդյունքն ունենք։ Իհարկե դա միանշանակ չի, հա, բոլորի համար, ինչպես ցանկացած դեղորայք մեկին կարա բուժի, մեկին կարա վնասի, մեկին կարա ոչինչ չանի, այդպես էլ բոլոր համաշխարհային բրենդի կոսմետիկ խնամքի միջոցները նաև մեր հայկականները կարող են մեկին շատ լավ համապատասխանել, մեկին չհամապատասխանել, մեկին ուղղակի դուր չկա։ Ուղղակի մարդիկ խառնում են այս ամենը, մի քիչ այդ գծերը նուրբ դեռ չկա։ Բայց ի վերջո սպառողը վերադառնում է եւ գոհունակությունը հայտնում։ Շուրջ 7 տարի մենք շուկայում ենք, on-line հարթակում շատ լավ դիրքավորված ենք։ Մտածում ենք խանութի մասին, բայց հետո հասկացանք, որ հիմա ամբողջ աշխարհը գնում է on-line-ի, իսկ մենք on-line-ում 7 տարի արտակարգ վաճառքներ ունենք, շատ լավ, ու մտածեցինք, որ պետք չի գնալ off-line։ Մենք մնանք on-line հարթակում։ Իդեպ նշեմ, որ մոտ 2 տարի առաջ մեր պրոդուկտներից շատ կամայական փորձել էին արաբական երկրներում տեղագործական ընկերություն ու իրենք մեծ պատվիրակությամբ եկել էին Հայաստան, որպեսզի մեզ հետ քննարկեին այդ արտահանման հետ կապված, ուզում էին մեր ջայլամիյուղը իրենց պրոդուկտների մեջ օգտագործել։ Ու այնքան հետաքրքիր էր, այդ վերջի պահին մեր թարգմանիչը հրաժարվեց գա, մի կերպ գտանք մի թարգմանիչ, հետներս տարանք այդ բանակցություններին, այս տղան լրագրող էր ու հետո պատահաբար տեսնում եմ մի հատ մեծ հոդված է գրել թուրքական ակոս, Թուրքիայում հայկական ակոս թերթում իմ մասին, որ ինքը ապշել էր, որ նման պատվիրակությունը եկել հասել է Հայաստան հայկական պրոդուկտի հետևից։ Իրականում մենք արդեն արաբական երկրներ արտահանվում ենք, 2 բրենդի տակ, արտահանվում ենք նաև արդեն Մոսկվա, շուտով ավելի կընդլայնվի եւ մոտ օրերս նաև ամերիկյան Amazon հարթակ ենք մուտք գործելու, արդեն պրոդուկտը ճանապարհին է, այնպես որ մեր աշխարհագրությունը գնալով լայնանում է։ Կեցեք դուք։ Լիլիթ ջան, եւ մի փոքր նաեւ սրա մասին հաղորդման սկզբում խոսեցինք, բայց ուզում եմ մի քիչ էլ բացեք փակագծերը։ Այսօր հայ մարդը անընդհատ ձգտում է գյուղից հեռանալ։ Եվ դա շատ ցավոտ թեմա է ու ինձ թվում է, որ յուրաքանչյուր հայի դա պետք է մտահոգի, որովհետեւ եթե դատարկվում է հայկական գյուղը, պիտի հասկանանք, որ դատարկվում է երկիրը, որովհետև այդ ուրբանիզացիայի խնդիրը մեզ մոտ այսօր շատ սուր է դրված, հատկապես որ լինում է գյուղերից գալիս են Երևան, մի որոշ ժամանակ մնում են եւ հասկանում են, որ Երևանում էլ առանձնապես անելիք չկա, դրանից հետո հաջորդ քայլը արդեն երկիրը թողնելն է։ Գյուղի դատարկվելու հիմնական պատճառը նա է, որ դե հիմա գյուղացիները մի բացատրություն են տալիս, պետությունը մի բացատրություն դրան, բայց
հողը չի մշակվում, քիչ է մշակվում, գյուղացին կտրվում է հողից, կտրվում է գյուղատնտեսությունից, ասում է դա արդյունավետ չի, չենք ուզում, չենք զբաղվում, երեխաները գալիս են քաղաք սովորելու եւ նրանց էլ հետո ընդհանրապես հնարավոր չէ գյուղ ուղարկել։ Լիլիթ, եթե ազնիվ լինեք, ինչ փոխվեց Լիլիթի կյանքում, երբ նա Երևանից տեղափոխվեց Եղվարդ, եւ այսօր մարդկանց օրինակ կանանց ինչ խորհուրդ կտակ ընտանիքներին, որ այդպես ցավոտ չընդունեն էլի այդ գյուղում ապրելը, այլ հասկանան, որ հենց աշխատելը ու արարելը գյուղից էլ սկսում է, էլի, որն է Լիլիթի բանաձևը այսօր, չէ՞ որ նա մի օր Երևանից գնաց եւ չի փոշմանում, ինձ թվում է։ Շատ գեղեցիկ հարցեր եք տալիս իրականում ու մտածելու տեղիք է տալիս ձեր բոլոր հարցադրումները։ Իրականում պետք է ուղղակի նվալ դադարենք ու սկսենք գործել։ Մենք տեղափոխվեցինք Եղվարդ քաղաք, Եղվարդ քաղաքը Երևանին կպած է, մի 15-20 րոպե հեռավորության վրա է, բայց բավականին, երբ որ մենք տեղափոխվեցինք, ինքը Երևանից երևի մի 20 տարի հետ էր գտնվում։ Փոքրիկ գրպակներ, այնտեղ ասֆալտապատ ճանապարհներ գրեթե չկար, կայանատեղի չկար, շատ հետ էր սոցիալիզմը իրանց բավականին հետ էր։ Մեր գնալուց հետո ես վստահ կարող եմ ասել, հիմա մենք եղանակ ենք փոխել այնտեղ։ Ես դա վստահ կարող եմ ասել, քանի որ ակտիվացել է կյանքը քաղաքի, այդ ագրոտուրիզմի շրջանակներում, թեկուզ ռեստորանի համար շաբաթական կտրվածքով սեզոնին մոտավորապես 2000-3000 մարդ գալիս է Եղվարդ քաղաք։ Ու այնտեղ շատ-շատերը կարող են օգտվել դրանից։ Ինչ որ մի հատ սուվենիր խանութ բացեն, այս մտքերը անընդհատ մենք տարբեր տալիս ենք, հա, ինչ որ միջոցառումների, որ հրավիրում են որպես ձեռներեց Եղվարդի բիզնես ներկայացուցիչ, թեկուզ դպրոցներում, որ մասնագիտական կողմնորոշման դասընթացի շրջանակներում հրավիրում են, ես ասում եմ երեխեք ջան, զբաղվեք տուրիզմով, զբաղվեք ինչ որ այսքան մարդ գալիս է, մի հատ մտածեք, հա, ինչ կարող ենք անել։ Ինչ կարող ենք անել։ Եղվարդ քաղաքը մարդիկ ճանաչում են Եղվարդի Բոթասով։ Այո։ Հիմա արդեն ճանաչում են Ջայլամներով։ Մենք հասել ենք դրան, փոխել ենք Եղվարդի կյանքը, ստեղծել ենք աշխատատեղեր, երիտասարդությունը բավականին փոխվել է, իմեջերը որ հետևում եք կտեսնեք ինչքան ակտիվ ու լավ երիտասարդություն կա այնտեղ։ Հիմնականում աշխատողները երևի հենց Եղվարդից են ստացվում։ Այո, հիմնականում հարակից շրջաններից, գյուղերից էլի գալիս են բավականին։ Մենք լրիվ զրոյից, լրիվ անծանոթ բիզնես ստեղծեցինք ու հաջողեցինք մեր աշխատասիրության շնորհիվ։ Ուզում եմ ասեմ, որ անհնարին ոչինչ չկա։ Ուղղակի պետքա չնվալ, այդ կոմֆորտ զոնայից դուրս գալ ու ռիսկի գնալ։ Ռիսկ չասեն իսկ եթե, թող մտածել իսկ եթե, երբ որ կլինի իսկ եթեն, այդ ժամանակ հաստատ մի բան կմտածեք այդ ամեն ինչի տակից դուրս գալու համար։ Ռիսկ է պետք անել ուղղակի։ Ճիշտ է, պետք չի ուղղակի առանց հիմքի այդ ռիսկը անել, ուսումնասիրել, նոր ռիսկ անել։ Լիլիթ, հիմա մի հարց էլ պետք է տամ, բայց պիտի ազնիվ պատասխանեք։ Դուք մանկավարժ եք եղել, ուսուցիչ եք եղել, սիրել եք ձեր գործը, հաջողել եք այդ գործում, բայց ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, թե մանկավարժը Հայաստանի Հանրապետությունում ինչ գումար է ստանում, ինչ է ստացել 30 տարի շարունակ, ինչ է ստանում հիմա, եւ այնպես տպավորություն է, որ դեռ մի 50 տարի էլ կստանա էլի նույն գումարը։ Բիզնեսը ի վերջո ոչ միայն աշխատանք է, տանջանք է, չարչարանք է, այլ նաեւ պտուղներ են, նաեւ գումար է եւ երբ որ կինը հասկանում է, որ ինքն էլ կարող է ինչ որ չափով լուրջ գումար աշխատել, դա ինքնուրույնություն է, դա վստահություն է։ Հիմա օրինակ այսօր Լիլիթը իրեն նորից պատկերացնում է, որ ինքը կարող է մի դպրոցում մնալ ուսուցչուհի եւ ամբողջ կյանքը մանկավարժությամբ զբաղվել։ Մենակ անկեղծ եղեք, մնալ չէ, ասեմ ինչի, որովհետև ես չեմ սիրում կաղապարվել։ Երբ որ ես նույն գործը անեմ ու չունենամ աճի հնարավորություն, ես չգիտեմ իմ հետ ինչ կկատարվի։ Հիմա անգամ ես անդադ մի նոր բան եմ, որ բզբզում եմ, որ զբաղվեմ, մի նոր բան, մի նոր փուլ, մի նոր սթրես, ես պիտի անպայման ինչ շրջապատեմ սթրեսներով։ Բայց Լիլիթ ունի մի երազանք, Լիլիթը, չգիտեմ, տարիներ հետո գուցե
բայց հաստատ կլինի այդ երազանքս, ես ուզում եմ ունենալ ներառական կենտրոն, որտեղ որ մեր հատուկ երեխաները կունենան իդեալական պայմաններ, թե զվարճանքի, թե կրթության, թե զբաղմունքի, թե մասնագիտական կրթություն ստանալու համար։ Կարծում եմ դա ես չեմ կարող կտրվել մանկավարժությունից իրականում, այդ մեր վարպետաց դասեր եւ այլն այնց անընդհատ ոնց որ պահում են ու հատկապես հատուկ երեխաներից ես մեծ էներգիա եմ ստանում, շատ մեծ սեր ու մեծ էներգիա եմ ստանում։ Լիլիթ ջան, չնայած ձեր ամբողջ կյանքի պատմությունը դրան կարծրատիպեր կոտրել էին, բայց այնուամենայնիվ ես պետք է հարցնեմ, Լիլիթ Ղարիբյանը այսօր ունի կարծրատիպեր, թե ոչ։ Իրականում ունեմ կարծրատիպեր, որոնցից չեմ ուզում ձերբազատվել։ Այդպես ուրիշ կարծրատիպ չէ։ Երևի չունեմ կարծրատիպեր, որոնցից կուզեի ձերբազատվել։ Այսինքն գիտեք, որ կա, բայց ուզում եք, որ դրանք մնան։ Հա։ Շատ բարի։ Լիլիթ Ղարիբյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր երկրում։ Սեր տալ, սեր ստանալ, ամեն ինչ անել սիրով։ Երևի թե սա է։ Հայրենիքը ձեզ համար, Լիլիթ։ Բացարձակ սեր է, բացարձակ։ Ըստ մեր հաղորդման ձևաչափի, հաղորդման վերջում դուք ինձ կարող եք մի հարց ուղղել, իհարկե եթե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց սա մեր հաղորդման ձևաչափն է, եթե ունեք, ես սիրով կլսեմ եւ կպատասխանեմ ձեր հարցին։ Հնարավորությունը բաց չեմ թողնի։ Ես հիմա կցանկանամ, որ դուք հենց այս պահին ձեր պահը կանգնեցնեք ու ձեր աչքի առաջ գա ձեր ամբողջ անցած ճանապարհը իր բոլոր ձախողումներով ու ձեռքբերումներով վերհիշեք թե որտեղից եք եկել հիմա որտեղ եք գտնվում այդ ճանապարհին ինչ թանկ մարդկանց եք ձեռք բերել ձեր կյանքում ինչ ունեք դուք հիմա ձեր շուրջը ձեր կյանքում ու մեկ բառով ասեք այն էմոցիան որը հիմա ապրում եք շնորհակալ եմ Աստծուն Այ որ ամեն մեկս ժամանակ առ ժամանակ լավ հասենց հարցին ջան, բայց շնորհակալ եմ Աստծուն։ Բոլորիս կյանքում էլ լինում են դժվարություններ, կորուստներ, այս անցած ճանապարհի ընթացքում ես երիտասարդ հայր եմ կորցրել, բայց միևնույն է ես Աստծուն շնորհակալ եմ իմ ամեն օրվա ապրածի եւ ձեռքբերածի։ Գնահատենք մեր ունեցածը, այդ ժամանակ Աստված մեզ ավելի շատ կտա, ավելին ունենալու հնարավորություն կտա, ավելի ճիշտ։ Շնորհակալ եմ շատ, սիրելի Լիլիթ։ Շնորհակալ եմ այս գեղեցիկ զրույցի համար։ Շնորհակալ եմ, որ այսպես լուսավոր էիք, ժպտերես էիք, ես ուզում եմ, որ իսկապես ձեր օրինակը, ձեր ընտանիքի օրինակը, ես ասում եմ հենց ընտանեկան առումով ինձ շատ հետաքրքրեց իսկապես, ես ուզում եմ, որ սա վարակիչ լինի, ես ուզում եմ, որ հայ մարդը ապրի եւ արարի հայոց հողի վրա, ես ուզում եմ, որ փոքր քաղաքներից եւ գյուղերից մարդիկ չկտրվեն, մտածեն հնարավոր եւ անհնար ամեն ինչ ճիշտ է շատ դժվար է բայց կարողանան շենացնել իրենց փոքր հայրենիքը այդ փոքր հայրենիք կոչված հասկացողությունը ինձ համար միշտ շատ կարեւոր արժեք է եղել երևույթ է եղել որովհետեւ ես ինչպես ասում են մենք միշտ ասում ենք հայրենիքը սկսվում է ընտանիքից բայց նաեւ մեծ հայրենիքի ամրությունը այդ փոքր հայրենիքն է մեկինը դա շենքն է 9-րդ հարկի բնակարանը, մյուսինը բակն է, մյուսինը գյուղն է, այն մյուսինը քաղաքն է, բայց ամեն մեկը իր տեղում պիտի կարողանա ամեն ինչ անել, որ ոչ թե դրանից կտրվի գնա մի ուրիշ տեղ, այլ կարողանա շենացնել այդ ամեն ինչը։ Կեցեք դուք Ես ողջունում եմ ձեր աշխատասիրությունը, ես ողջունում եմ հայրենիքում ծավալած ձեր գործունեությունը եւ հուսամ, որ ձեր գործունեության մասին դեռ շատ կլսենք եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս եւ հպարտանալու առիթ կունենանք Լիլիթ ջան։ Շնորհակալ եմ անչափ նման լուսավոր հաղորդման համար, հայ կանանց բացահայտելու համար եւ ցույց տալու բոլոր այն կանանց, ովքեր վախենում են ինչ-որ բան անել, ոգեշնչելու համար։
Ես շնորհակալ եմ ծավալած գործունեության համար։ Վստահ եմ, որ հիմա մեզ դիտող գոնե մի քանի կին ստացան իրենց հարցերի եւ վախերի պատասխանները եւ կփոխեն իրենց կյանքը դեպի լավը։ Աշխատելով ամեն մեկս մեր տեղում կունենանք հզոր հայրենիք։ Այո։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Այսպիսին էր Լիլիթ Ղարիբյանը առանց կարծրատիպերի։ Լիլիթի կյանքի ճանապարհը կարծրատիպեր կոտրելու ճանապարհ է։ Այսօր նա ունի որոշ կարծրատիպեր, բայց դրանցից ազատվել չի ցանկանում։ Իսկ դուք ամեն դեպքում ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։